բնակարանում, ինչ է կատարվում ներսում։ Երևի արդեն բոլորիդ հայտնի է, որ առավոտյան ժամը 7-ից պարոն Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում, դրան զուգահեռ իրենց ընտանիքին պատկանող տարբեր գույքերում, ընկերություններում, իսկ պատճառը կարծեմ այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու կարիք չկա, քանի որ օրինակ եթե տարիներ առաջ մենք փորձեցինք ապացուցել, այսինքն ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր է, մի հեռախոսազրույցի հայտ եկավ, չէ, վարչապետի եւ ԱԱԾ ղեկավարի այդտեղից ապացուցվեց, որ դա քաղաքական պատվեր է, բայց հիմա իրավիճակը արդեն այլ է։ Նիկոլ Փաշինյանը երեք հրապարակային ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այս մարդիկ պետք է նստեն, պետք է ունեզրկվեն։ Այսինքն տարբերությունը դա է։ Երեք ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը մի այնքան հակաիրավական եւ աբսուրդ հայտարարություններ էր անում, ասելով թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն, եւ ես չեմ կարող հանրությանը բացատրել, որ դատարանները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով։ Իսկ ես նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ այ դրանով երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները, թե ինչ է ինքը միջամտում դատական եւ ուժային կառույցների աշխատանքներին։ Նաեւ երեք նա ուղիղ հենց այս բնակարանի հետ կապված հայտարարություն արեց, ասելով Լևոն Քոչարյանին, որ այ քո երեխաները չպետք է ժառանգեն այդ բնակարանը։ Եվ այսօր առավոտյան մի քանի ժամ անց մենք տեսնում ենք, որ այն բնակարանը, որը որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, քո երեխաները չպետք է ժառանգեն, երեխաների ներկայությամբ տեսնում ենք, քանի ԱԱԾ-ականներ կան։ Այսինքն այս շոուի իմաստը ո՞րն է։ Ուղղակի մարդը իր խոսքը պահում է։ Այսինքն այն ժամանակ, եթե նա թաքցնում էր, նույն եթե իր ծրագրին ուշադրություն դարձնեք, եթե նախորդ ծրագրում խոսում էր ինչ-որ բաներ, որոնք որ դուր կգան, բայց նա չիրականացրեց, Շուշի, դեուկապացիա եւ այլն, այս ծրագրում արդեն ուղիղ ասում է, որ պետք է երրորդ հանրապետությունը լուծարենք, եկեղեցին քանդենք եւ Հայաստանի տարածքները հանձնենք հարևան պետությանը։ Պարոն, բայց դա է պատճառը, թե որ Լևոն Քոչարյանը դիմելով Փաշինյանին ասաց, մեզնից էլ պահանջում են, ասում են այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարողանում այդտեղ լինել։ Հնարավոր է հենց այդ ելույթն էլ լինի պատճառ, բայց Լևոն Քոչարյանը ինչի այդ արտահայտությունը արեց, նայեք, նախորդիվ Նիկոլ Փաշինյանն ասում էր հանրությունը պահանջում է։ Լևոն Քոչարյանը դրան պատասխան ասաց, որ հանրությունը նաև այլ բան է պահանջում, եւ իսկապես իր ասացի մեջ արդարություն կա, եթե այսօր վերցնենք թե իբր օրինակ ես չեմ տեսա հանրությունը պահանջի, որ Լևոն Քոչարյանի երեխաները չժառանգեն այս բնակարանը, բայց եթե վերցնենք իսկապես հանրության այդպիսի պահանջ կա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ վաղը չեմիսօր, երբ որ իշխանության չլինի, իր հետ էլ վարվելու են այնպես, ինչպես որ հանրությունը պահանջում է։ Բայց ես հավատացնում եմ, որ հանրությունը շատ ավելի խիստ եւ դաժան պահանջներ է ունենալու իր նկատմամբ, քան ուղղակի ինչ-որ գույքային հարցեր։ Բայց ես հայտնի է այս վարույթը կոնկրետ որ վարույթի մասը։ Չէ, կոնկրետ այս բնակարանի խուզարկության մասով իրանց համար ինչ տարբերություն, ինչ վարույթ է։ Հնարավոր է օրինակ փաստաբանները դուրս գան, ասեն ժողովուրդ քրեական գործել չկա։ Նույն Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մոտ 2 ամիս ուղղակի դատարանում ուզում էին հասկանալ, թե քրեական օրենսգրքի որ օրենքով է այս մարդը մեղադրյալ։ Պատասխան չկար։ Ձեզ համար հասկանալի է Փաշինյանի քաղաքական մոտիվը սա անելու համար, որովհետև ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին կալանավորեց, այսինքն ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները սկսվեցին, հիմա 3 ազգային ժողովից խոսեց երկրորդ նախագահի եւ երրորդ, այդ թվում երրորդ նախագահի մասին։ Ինչի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը ճնշելով։ Բնական բան է, այսինքն ինքը ուզում է ուղղակի չեզոքացնի ընդդիմադիր գործիչներին, այսինքն հենց մի սուր ելույթ եղավ, այսինքն հիմա իրենց պատկերացնելով, հիմա կարող անդիմադիր գործիչները Լևոն Քոչյանը կամ մեր խմբակցության մնացած մեր գործընկերները օրինակ վախենան այս իրավիճակից, բայց այս ԱԱԾ-ականներից վախենում միայն այս բնակարանի երեխաները, ոչ ես, ոչ պարոն Քոչյանը, ոչ մնացած ոչ մի մեր գործընկերներից չի վախում այս process-ներից, իսկն այս process-ից մենակ 3 հոգի կա վախեցող, դա անչափահաս Լևոնի երեխաներն են։ Իսկ այս process-ն էլ այն ինչը որ ինքը միտում ունի չեզոքացնելու ընդդիմադիր գործիչներին, ինքը չի աշխատելու, որտեվ 18 թվականին այս մարդիկ շատ հեշտ ու հանգիստ կարող են չմտնեին այս քաղաքական process-ների մեջ, չվերադառնային Հայաստան եւ իրանց ժառանգության մասին խոսակցություն չլինի։ Այնպես ինչպես որ նաեւ նախկիններ կան, ովքեր որ թե տարբեր կոռուպցիոն սկանդալների միջով են անցել, բայց այսօր տեսնում որ ԿՊ անդամ են կամ ԿՊ-ին են ծառայում եւ նրանք ոչ մի խնդիր չունեն, այսինքն իրանց հետ լեզու գտնելը շատ պարզ է։
Հիմա երեխաները ներսում են։ 3 երեխաներն են ներսում են, այո։ Առավոտյան երբ են իրենք եկել։ Առավոտյան 7-ից եկել են։ Շնորհակալություն։ Ուրեմն այս թուլեքից թուլային, սաղ թուլային այդ պարլամենտը պետք է գցել վառել թուլեքի ավակացույա պատասխան կտամ ամեն բառիս համար, ամեն ստորակետիս համար, որովհետև եթե գալիս է մի հատ թուլա փողով լրագրող, որ այսօր վարչապետ է, ոչ ամոթ Աստված ջան, ինչ-որ այդ թուլ են գալիս խոսում, ու մենք ինչ-որ հարց ու պատասխան ենք, ինչ հարցարը դրան։ Տղեկ, եթե չեք կարողանում ցավոք սրտի, շատ ցավոք սրտի, այս թուլին հանել ու իր անձնակազմին չերրասնել արա, այսօր երկիրը վերջա դրել ենք, այս իրա 4-րդ հանրապետությունը ուշ խնդալու արա, վերջա, ինչ 4-րդ, ինչ 3-րդ, ինչ 2-րդ, սա վերջն է, չեք հասկանում, թե կայֆ է տենց ռեստորաններում, բաներում կայֆ բռնել, ապրել, ափսոս իմ Հայաստանս, որ իսկան ուռոտ կա այդ երկրում, շանց այդ ուռոտներին մի օր պետք է վառել, աբիժնիկներ, գիտեք, աբիժնիկներ կային, թատրոնում աբիժնիկներ կային, դեր չէին ստանում աբիժնիկին, սա իրանք միշտ աբիժնիկ են եղել, կապ չունի։ Պարլամենտում ինչ եք անում դուք։ Տղեկ, ինչ եք անում դուք պարլամենտում։ Պարլամենտ ո՞րն է Գերագույն խորհուրդում։ Ինչ եք անում։ Հələ ձեզ թելադրում են ինչ են անում։ Շլավ որ ես քաղաքական գործիչ չեմ։ Ինչ լավ է քաղաքականության Շատ եմ սիրում քաղաքականություն, բայց ես քաղաքական գործիչ չեմ, բայց դու քաղաքական գործիք, լեզուս է կապնգավ, ով եք դուք արա, ինչ եք անում դուք, տեսնեմ էլի, ձեր արածը, մենակ խոսում ենք, ես էլ եմ ձեր պես խոսում, Ես դուք լծակ ունեք, արեք,